Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Մեր օրերի հիվանդի կյանքի պատմություն Ինչպես միշտ մեր օրերում էլ ապրում էր մի շատ հիվանդ մարդ և այդ հիվանդ մարդը չնայած իր աղքատությանը շատ փող էր ծախսել ու բժիշկներին էր դիմել, որպեսզի բժշկվեր, բայց ցավոք սրտի չէր ստացել իր բժշկությունը։ Բժիշկները ցանկացել էին օգնել ու արել էին իրենց ուժերի ներածի չափով ամեն ինչ, բայց չէին կարողացել օգնել, քանի որ իրենք էլ տկարություններով սահմանափակված մարդիկ են։ Այսպես թե այնպես իրենց դիմող հիվանդներից շատ շատերը վերջում մահանում են, և նրանք նույն պատասխանն էին տվել այդ մարդուն, որ ցավոք սրտի չեն կարողանում օգնել։ Օրերից մի օր այդ մարդուն հանդիպում է մի բարի սրտացավ մարդ, որը լսելով նրա պատմությունը ասում է, որ ինքը գիտի մի շատ լավ բժշկի, որը կկարողանա իրեն բժշկել և օգնել, ինչքան էլ վատ ու անբուժելի հիվանդություն լինի, բայց հիվանդ մարդը ասում է, որ ինքը հույսը կտրել է բժշկվելուց, չէ որ այն բժիշկները ասել են, որ ինքը այլևս չի բժշկվելու և դրամական միջոցներ էլ չունի։ Ի զարմանս այդ հիվանդի այս մարդը ասում է, որ այդ լավ բժիշկը փողով չի բժշկում, իհարկե ամեն մի հիվանդ ունենալով անբուժելի հիվանդություն, լսելով, որ կա մի շատ լավ բժիշկ, որը կբուժի, այն էլ անվճար, առանց վիրահատության, առանց դեղորայքի, միայն խոսքի ու հավատքի միջոցով, կցանկանա բժշկվել ու կդիմի այդ բժշկին։ Միայն անխելք մարդը կարող է սխալ որոշում կայացնել ու չդիմել այդ ցավերից, վերքերից, մանավանդ որ մյուս բժիշկները ասել էին, որ ինքը մահանալու է։ Հիվանդը խնդրում է միասին գնալ այդ լավ բժշկի մոտ, և այդ բարի մարդը ասում է, որ դա Հիսուս Քրիստոսն է, քանի որ այդ Հիսուս Քրիստոսի մոտ բժշկվեցին բոլոր տեսակի հիվանդները, ու դրանց թվում էլ այն կինը, որ քեզ նման 12 տարի գնացել էր բժիշկների մոտ, վատնել իր ամբողջ ունեցվածքը ու չէր բժշկվել։ Միայն այդ կինը լսելով Հիսուսի հրաշքների մասին մտածել էր, որ եթե նրա շորերին հպվեմ, կբժշկվեմ, ու այդպես վարվելով բժշկվեց։ Այդ հիվանդը չուներ ոչինչ կորցնելու և որոշեց ինքն էլ դիմել Հիսուսին, քանի որ ոչինչ չուներ վճարելու։ Անվճար պետք է ստանար, Հիսուսը ասել էր, եկեք և ձրի վերցրեք, Հայտնություն 21:6, և վերջապես գրված է, Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Եբրայեցիների 13:8։ Հիվանդը որոշեց խնդրել Աստծուց իր մեղքերին թողություն, քանի որ Տիրոջ խոսքում այսպես է գրված. «Խնդրիր», փնտրել բժշկություն ու գտնել Տիրոջից, քանի որ Տիրոջ խոսքում այդպես է գրված. «Փնտրիր, նրա վերքերով մենք բժշկված ենք»։ Թակել նրա դուռը, որ բացվի իրեն օգնելու համար, քանի որ Տիրոջ խոսքում այդպես է գրված. «Թակիր», Մատթեոս 7:7։ Գրված է. «Որդյակ, անսա իմ իմաստությանը և ականջ դիր իմ խոսքերին, որ քո աղբյուրները չպակասեն։ Պահիր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն ամբողջ մարմնի համար»։ Առակաց 4:21-23 համարներ։ Այդ մարդու հնազանդությունը, Հիսուսին փնտրելը, խնդրելը, նրա դուռը թակելը բժշկեց, փրկեց ու հավիտենական կյանք պարգևեց։ Ահա այսպես է կատարվում աստվածային անվճար բժշկությունը։ Մենք պետք է իմաստությամբ վարվենք ու քայլենք այս աշխարհում։
ամեն ինչի համար խնդրելով, փնտրելով ու թակելով մեր Տիրոջ դուռը, որպեսզի երկար ու օրհնված կյանք ունենանք երկրի վրա։ Աստված օգնական ամենքիս, որ առաջնորդվենք իմաստությամբ, իր աստվածաշնչյան գիտությունով և իր Սուրբ Հոգու օգնությամբ և գտնենք բժշկություն նրա անմահական, ճշմարիտ ու զորավոր խոսքով։ Աստված օրհնի բոլորիս։ Ամեն։